Երեխայի կյանքի առաջին տարիները համարվում են ամենակարևոր շրջանը։ Հենց այդ ընթացքում են ձևավորվում առաջին պատկերացումները շրջապատի մասին, զարգացնում են խոսքը, մտածողությունը, երևակայությունը, հաղորդակցման հմտություններն ու ինքնուրույնությունը։ Այդ ճանապարհի մեծ նշանակություն ունի այն միջավայրը, որտեղ երեխան սովորում, խաղում, շփվում եւ բացահայտում է աշխարհը։ Աստերմանկան կենտրոնը հենց այդպիսի միջավայրերից մեկն է, որտեղ կրթական գործընթացը կազմակերպվում է այնպես, որ յուրաքանչյուր երեխայի համար լինի նոր բացահայտումների, հետաքրքիր փորձառությունների եւ զարգացման հնարավորությունների վայր։ Այդտեղ ուսումնառությունը կառուցվում է ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև երեխայի մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու ինքնավստահությունը զարգացնելու գաղափարի շուրջ։ Կենտրոնի աշխատանքը հիմնված է ժամանակակից կրթական մոտեցումների վրա։ Օրվա ընթացքում անցկացվող պարամունքները բազմաբովանդակ են եւ փոխկապակցված։ Երեխաները ներգրավում են լեզվական, դրամաբանական, ճանաչողական, ստեղծագործական, երաժշտական եւ շարժողական գործունեության մեջ, աստիճանաբար զարգացնելով իրենց կարողություններն ու ձեռք բերելով նոր հմտություններ։ Կենտրոնում դասապրոցես ասվածը սահմանափակված չէ միայն դասասենյակով կամ դասագրքով։ Կրթությունն իրականացվում է խաղի, զրույցի, դիտարկման, փորձարկման եւ ստեղծագործ աշխատանքի միջոցով։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս, որ երեխան լինի ուսումնական գործընթացի ակտիվ մասնակից, այլ ոչ թե միայն լսող։ Մեր կենտրոնը 12 տարվա պատմություն ունի։ Եվ այդ 12 տարիներից որևէ մեկը հնարավոր չէ առանձնացնել կարևորության իմաստով, որովհետև այն շարունակական զարգացման, ինքն իրեն գերազանցելու նպատակ է ունեցել միշտ եւ ունի առ այսօր։ Այսօրվա երեխան այլևս 90-ականների, 2000-ականների երեխան չէ։ Նրա պահանջները եւ պահանջմունքները փոխվում են կայծակնային արագությամբ եւ այդ երեխան բացարձակ ուրիշ սպասելիքներ ունի այսօր նախադպրոցական կրթությունից առհասարակ։ Աստղը ինձ համար փիլիսոփայություն է, իսկապես փիլիսոփայություն է, սա բացարձակ բիզնես չէ, որքան էլ այն մասնավոր կենտրոն է, բայց շատ հեռու է բիզնես լինելուց, որովհետև առաջին հերթին գաղափար է, որի իրագործման համար որևէ ջանք, միջոց չի խնայվել, ոչ մարդկային, ոչ ֆինանսական, ոչ նյութական, որևէ բան չի խնայվել, որպեսզի այն դառնա իսկապես իմ երազանքին գոնե մոտ չափով հաջողել ենք եւ այդ գնահատականը ես չեմ տալիս, այդ գնահատականը տալիս են ոլորտի պատասխանատուները, այդ գնահատականը տալիս են ոլորտի քաջատեղյակ մասնագետները, այդ գնահատականները տալիս են ոչ միայն հայաստանյան կրթության փորձագետները, այլև միջազգային փորձագետները, որոնց գնահատականները իսկապես մեզ համար շատ կարևոր են։ Կենտրոնի առօրյան բազմազան է։ Ամեն օր երեխաներին սպասում են նոր թեմաներ, նոր առաջադրանքներ եւ նոր փորձառություններ։ Դասերն այնպես են կազմակերպվում, որ դրանք լինեն հասկանալի, հետաքրքիր եւ համապատասխան երեխաների տարիքային առանձնահատկություններին։ Յուրաքանչյուր պարապմունք հաջորդում է մյուսին, ստեղծելով ամբողջական կրթական միջավայր, որտեղ տեսական գիտելիքը միահյուսվում է գործնական աշխատանքի հետ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև ստեղծագործ մտածողության զարգացմանը։ Նկարչությունը, ձեռքի աշխատանքները, երաժշտական եւ դերային խաղերը երեխաներին հնարավորություն են տալիս արտահայտել իրենց երևակայությունը, զարգացնել ճաշակը եւ ձեռք բերել նոր հնարավորություններ։ Այս ամենը նպաստում է ոչ միայն ստեղծագործական կարողությունների, այլև մանր մոտորիկայի կենտրոնացման եւ ինքնաարտահայտման զարգացմանը։ Եվ հիմա ես կուզեմ ավելի շատ Աստերի մասին խոսել ոչ թե որպես ծնող, այլ որպես կրթության փորձագետ եւ ինչն է առանձնացնում Աստերին քաղաքում գործող մնացած մանկապարտեզներին։ Նախ այն, որ Աստերը լիցենզավորված մանկան զարգացման կենտրոնն է։ Սա ինքնին կարծում եմ արդեն թույլ է տալիս կարծիք կազմել կենտրոնի մասին։ Այստեղ երեխաները նախագծային աշխատանքներ են անում, իրենք հաճախում են թատրոններ, իրենք հաճախում են թանգարաններ, հենց տեղում երեխան շփվում, տեսնում է այն ամենը, ինչը ինքը Աստերի պատերի ներսում անում է։ Կարևոր բաղադրիչ է նաև հաղորդակցման մշակույթի ձևավորումը։ Խմբային աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են լսել միմյանց, արտահայտել սեփական կարծիքը, համագործակցել, կիսվել գաղափարներով եւ միասին լուծումներ գտնել։ Գտել եմ իմ համար ամենակարևորը, որ նման հաստատությունում աշխատելուց մարդը պիտի լինի անհամեստ չհնչի, բայց բնությունից կամ Աստծուց տրված մանկավար, ով կկարողանա յուրաքանչյուր բալիկի անկախ իր
բարքու վարկից, անկախ իր հետաքրքրությունների աշճանից, անկախ ընտանեկան վիճակից երեխային վերաբերի որպես անհատի։ Շուրջ արդեն 6 տարի աշխատում եմ այս կենտրոնում։ Կենտրոնում աշխատանքային process-ը սկսել եմ շատ հետաքրքիր ճանապարհով, որովհետև աստերում բոլորը կրեատիվ են մտածում եւ մեթոդիկան էլ է կրեատիվ։ Դրա համար շատ հետաքրքիր էր ինձ այստեղ աշխատելը եւ երեխաների հետ նաեւ այդ փորձարարական, մեթոդական process-ները սկսելը։ Որպես պարուսույց եւ բեմադրիչ աշխատում եմ երեխաներին մատուցել մեր եւ ազգային պարեր, եւ բեմադրական պարեր, եւ խաղ պարեր, որոնք այս վերջերս ներառեցինք, բազմաթիվ վերապատրաստումներից նաեւ բաներ սովորեցինք եւ ներմուծեցինք նաեւ մեր կենտրոնում։ Այս հմտությունները հետագայում կարևոր դեր են ունենում թե դպրոցում, թե առօրյա կյանքում։ Ուսումնական գործընթացում կիրառվող տարբեր մեթոդներն ուղղված են նաև տրամաբանական մտածողության, հիշողության, ուշադրության եւ վերլուծական կարողությունների զարգացմանը։ Երեխաները մասնակցում են տարբեր ճանաչողական խաղերի, փորձերի եւ առաջադրանքների, որոնք խթանում են նրանց հետաքրքրասիրությունն ու նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը։ Կենտրոնի գործունեության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ մեծ ուշադրություն է դարձվում երեխաների հուզական եւ սոցիալական զարգացմանը։ Օրվա ընթացքում ստեղծվում են իրավիճակներ, որոնց միջոցով երեխաները սովորում են ճանաչել սեփական զգացմունքները, հարգել դիմացինին, պահպանել խմբային կանոնները եւ ձևավորել առողջ փոխհարաբերություններ։ Ես ինձ աստերի պատերից են կողմ չեմ պատկերացնում, որովհետև երբ ամեն մի փոքրիկ դետալից ուրախացել ենք, մի փոքրիկ միջոցառումից կամ մի հաջողությունից փոքր ուրախացել ենք, դա մեզ համար մեծ բան է եղել։ Աշխատանքների ընթացքում երեխաների հետ ուսումնասիրում ենք տարբեր թեմաներ, ունենք տարբեր նախագծային աշխատանքներ, օրինակ ներկա պահին ուսումնասիրում ենք քար նախագծային աշխատանքը, լույս եւ ստվերբնության երևույթներ եւ ամեն աշխատանքի ժամանակ երեխաների հետ ուսումնասիրում ենք տվյալ նախագծում կատարվող տարբեր երևույթները, օրինակ աշխատանքի ընթացքում մենք երեխային ոչ թե ցույց ենք տալիս, թե ինչ պետք է երեխան անի, այլ կողքից ուղեկցում ենք, որպեսզի երեխան ինքնուրույն բացահայտի, ինքնուրույն են բացահայտում, հետազոտում են, անում են եզրակացություններ եւ ամենակարևորը այս մոտեցման մեջ կարելի է ասել, որ միջավայրն է։ Գիտեք, երևի զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ ինձ համար կարևոր է նաեւ ով է ղեկավարում այդ կառույցը, որտեղ պիտի իր օրվա մեջ ժամանակը անցկացնի նախադպրոցական տարիքում գտնվող երեխան, այն տարիքում, երբ աշխարհընկալումը, զարգացումը, կյանքի նկատմամբ պատկերացումներն ամենաարագն ու ամենաամուր կերպով են ձևավորվում։ Եվ այստեղ անշուշտ աստերի ղեկավարման հմուտ փորձառությամբ եւ իր դերակատարմամբ մեծ նշանակություն ունեցել է Տիկին Եդիգարյանը։ Մյուս կողմից ես գիտեի, որ նման ղեկավարի պարագայում անհնար է, որ այնտեղ չլինի ստեղծագործ միջավայր, որտեղ չեն սահմանափակվի երեխայի ստեղծագործական ընդունակությունները, որտեղ չեն պարտադրվի ընդունված, գրված եւ չգրված կանոններ եւ օրենքներ, որտեղ յուրաքանչյուր մարդու առավելապես երեխայի անհատականություն կլինի առաջին տեղում։ Այս ամբողջ գործընթացում առանցքային դեր ունեն մանկավարժները։ Նրանց ամենօրյա աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև մեծ պատասխանատվություն եւ հետևողականություն։ Նրանք մշտապես փնտրում են ուսուցման նոր տարբերակներ, կատարելագործվում իրենց աշխատանքում եւ ստեղծում այնպիսի միջավայր, որտեղ երեխան կարող է ազատ արտահայտվել։ Աստերում ոչ միայն աշխատում եմ, աստերը մի թիմ է, որտեղ միշտ սովորում ես, միշտ սովորելու բան ունես եւ սովորում ես ոչ միայն անձնակազմից, այլ սովորում ես նաեւ յուրաքանչյուր երեխայից։ Աստերում եմ արդեն 2 տարի ու այստեղ մեր աշխատանքը այնպիսին է, որ երեխաների բացահայտմանը զուգընթաց մենք բացահայտում ենք նաեւ մեզ։ Այստեղ չկա մանկավարժ երեխա հարաբերություն, այստեղ մենք իրենց ավագ ընկերներն ենք, ավագ խորհրդատուներն ենք, իրենք մեր կրտսեր ընկերներն են։ Դինում են պահեր, հավատացեք, որ մենք ենք իրենցից նույնիսկ խորհուրդ հարցնում, թե ինչ անել, ոնց անել, ոնց է ցես հարմար ու ամենակարևորը աստերում այն սկզբունքն է գործում, որ մենք ձևավորում ենք որպես մարդ անհատ։
Կրթական գործընթացի կարևոր մասը նաև ծնողների հետ համագործակցությունն է։ Երբ ընտանիքն ու կրթական կենտրոնը գործում են նույն նպատակի շուրջ, ստեղծվում են առավել նպաստավոր պայմաններ երեխայի զարգացման համար։ Այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս հետևել երեխայի առաջընթացին, հասկանալ նրա կարիքները եւ ապահովել շարունակական զարգացումը։ Նախ կուզեմ իմ գնահատականը աստերին տալ որպես ծնող, շատ ծնողներ կփաստեն, ես էլ նույնպես շատ մանրակրկիտ եմ մոտեցել կենտրոնի ընտրության հարցին եւ շատ մանրամասն ուսումնասիրել եմ առկա բոլոր տարբերակները։ Էլի շատ ծնողներ կփաստեն, որ ինչպես եւ շատերը ես նույնպես ունեցել եմ մի շարք մտավախություններ կապված երեխայի ադապտացիայի հետ, ինչպես կգա եւ այլն, սակայն այդ բոլոր վախերս ընդամենը մի քանի օրից ինչ հաճախել ենք այստեղի չիկ են դարձել։ Երկու երեխաներս էլ հաճախում են աստեղ։ Ճիշտն ասած, մենք նոր ենք տեղափոխվել Գյումրի, մոտ 8 ամիս կլինի այստեղ ենք ու մինչև տեղափոխվելը երկար ժամանակ մտածում էի, թե որտեղ եմ երեխաներին տանելու ուսուցման ու այնտեղ այնպիսի տեղ լինի, որ ապահով լինեն։ Առաջին տեղը ինձ համար ոչ թե կրթություններ, իհարկե կրթությունը առաջնային է, բայց ինձ համար կարևոր էր, որ ապահով ձեռքերում լինեն երկու երեխաներս էլ։ Քանի որ վատ փորձ ունեցել ենք Երևանում անկեղծ ասած ու ում հարցնում էի, հիմնականում աստերն էին խորհուրդ տալիս։ Սկզբնական եկանք, զրուցեցինք ու ինձ անկեղծ ասած շատ դուր եկավ աստերը։ Աստերցիների նախկին սաների ծնող եմ, արդեն քանի տարի երեխաներս ավարտել են կենտրոնը, բայց մինչև հիմա պահում ենք կապը, այդ մտերմիկ ընկերական կապը թե մանկավարժների, թե ընկերետիկ Այրանի հետ։ Ասեմ, որ 2019 թվականն էր, երբ ես զարգացման կենտրոն էի փնտրում երեխաների համար Գյումրիում, այդ ժամանակ 4-ից 5 երևի կենտրոններ կային, ես բոլոր կենտրոնները հատառհատ ուսումնասիրել եմ ու ներսից եմ ուսումնասիրել, բայց ամեն կենտրոնից դուրս գալուց ես համոզվում եմ, որ երեխաները անպայման պիտի գնան աստեր զարգացման կենտրոն։ Տարիների ընթացքում Աստեր մանկան զարգացման կենտրոնը ձևավորել է իր աշխատանքային մոտեցումները համադրելով կրթությունը, ստեղծագործությունը, խաղը եւ հաղորդակցությունը։ Այստեղ յուրաքանչյուր օր նոր հնարավորություն է սովորելու, փորձելու, բացահայտելու եւ առաջ շարժվելու։ Աստեր կենտրոնը իմ համար առանձնանում է իր կրթական մոտեցումներով, որտեղ երեխաները սովորում են բացահայտել, կիրառել, ստեղծել։ Ի սկզբանե նաև ճանաչելով այն մարդուն, ով հիմնադրել է այդ շարժումը, աստեղ շարժումը, որպես այդպեսին մեր համար ակնհայտ էր, որ մոտեցումներով Գայրանի եւ այն մոտեցումները, որոնք այդ ժամանակին արդեն ակնհայտ են, որ երեխաներին պետք են լինելու այս մեծ փոփոխող, արագ փոփոխող աշխարհում, Գյումրիում այլընտրանք այդ պահին չունենք էլ։ Եվ այս տարիների հետահարավորությունից երբ դիտարկում ենք նաև հենց հիմա եւ նաև այն էմոցիոնալ կապվածությունից, որը մեր փոքրը մինչև հիմա այն ջերմությամբ, որը խոսում է աստերի թիմի հետ, աստերի իրականության հետ։ Աստեր այն զարգացման կենտրոնն է, որը ես ընտրել եմ իմ երկու բալիկների համար։ Մեծ բալիկս արդեն ավարտել է զարգացման կենտրոնը, այս տարի ավարտում է արդեն փոքր բալիկս։ Մեկ բառով երևի թե բնութագրեմ ապահովություն ու շատ կուզեմ նշել, որ մանկավարժները ոչ միայն իրենց աշխատանքն են կատարում, այլ երեխաներին տալիս են իրական էմոցիաներ եւ սեր։ Կրթությունը մշտական ճանապարհ է, որը սկսվում է մանկությունից, իսկ այդ ճանապարհի առաջին քայլերը հաճախ որոշիչ են լինում երեխայի հետագա զարգացման համար։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ առաջին կրթական փորձառություններ լինեն հետաքրքիր, բովանդակալից եւ ոգեշնչող, ստեղծելով ամուր հիմք հետագա ուսումնառության եւ անձնական զարգացման համար։ Հերթական անգամ 12-րդ սերունդն ենք ճանապարհում։ Սաներ, որոնց առաջին թոթովանքի առաջին քայլերի ականատեսն ենք եղել, որոնց հետ ջերմել ենք եւ առողջացել, որոնց ամեն կերած գդալից ինքներս ենք կշտացել, որոնց հաջողություններով ցնծացել ենք, սովորեցրել եւ անverջ իրենցից սովորել։ Կանցնեն տարիներ, վստահաբար կխամրենք իրենց հիշողություններում, բայց այն ինչ տվել ենք սեր, ջերմություն, հոգատարություն, կմնան ծրարված անսահման գեղեցիկ թելերով ողջ կյանքի համար։ Թող այսուհետ անցնելիք ճանապարհը լինի խաղաղ երկնքի տակ, առողջ ծնողների ներկայությամբ եւ երջանիկ օրերի առատությամբ առլեցում։ Բարի երթ։